Քիչ առաջ Արմլուրեյի լրագրողներն իշխող ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից փորձեցին պարզել, թե ինչպես է կարողացել շուկայականից էժան գներով առանձնատուն ձեռք բերել Առինջում։ Պատասխանը սակայն ագրեսիվ նախատանքների եւ վիրավորանքի տեսքով էր, առանց բովանդակային պարզաբանումների։ Հետքը ոչ, բայց պարոն Կոնջորյան։ Հիշեցնենք, որ հետքը գրել էր Հայկ Կոնջորյանը եւ նրա կինը, Հայփոստի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը 54 միլիոն դրամով առանձնատուն են գնել Առինջում, որի շուկայական արժեքը մոտ 75 միլիոն 600 հազար դրամ է, այսինքն մոտ 21 միլիոն 600 հազար դրամով ավելի, քան Կոնջորյանն է գնել։ Տունը գնվել է հիփոթեկային վարկով, որը տրամադրել է Հայեկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունը։ Կոնջորյանը ստացել է 48 միլիոն 238 հազար դրամ վարկ եւ մոտ 5.7 միլիոն դրամ կանխավճար է վճարվել։ Հայկ Կոնջորյանը Facebook-ում արձագանքել է քննադատությանը, պնդելով, որ իր տունը գնել է շուկայական արժեքին համապատասխան, ինչպես շատերը, ներկայացնելով հարևաններից օրինակներ, մինչդեռ իրականում 54 միլիոն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն հարկային օրենսգրքի վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 միլիոն դրամը։ Այսինքն Կոնջորյանի դղյակը ձեռք է բերվել եկամտահարկով, որը բավականին մեծ թիվ է կազմում իր եւ կնոջ աշխատավարձերով։ Կոնջորյանի կինը ըստ տարբեր հրապարակումների ամսական մի քանի միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Հետքի տեղեկություններով Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել Միլոն Մայնինգ ՍՊ-ից, որը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին, որը Հայկ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանի ընկերն է։